Խորհրդարանական կեղծ ընդդիմությունը վերջերս կրկին սկսել է շատ խոսել արժանապատիվ խաղաղության մասին, այն ներկայացնելով որպես երաշխավորված խաղաղություն, որը ըստ էության ոչինչ չասող ձևակերպում է և մեծապես չի տարբերվում Գերագույն դավաճանի ասածներից։ Հայաստան դաշինքը կամ ավելի ճիշտ հույսասպան դաշինքը իհարկե նկատի ունի Ռուսաստանից երաշխավորված խաղաղություն, այսինքն պարզ ասած Ռուսաստանը լինի մեր անվտանգության երաշխավորը։ Գերագույն դավաճանն էլ իր հերթին մակերեսորեն փորձում է Արևմուտքին ներկայացնել որպես մեր անվտանգության երաշխավորը, ինչը հեգնականորեն մեզ ավելի խորն է տանելու Ռուսաստանի ծոցը, և սրա մասին նախկինում բազմիցս գրել ու խոսել եմ։ Ամեն դեպքում ներկայիս հակահայկական կառավարության և կեղծ ազգադավ ընդդիմության պատկերացումները խաղաղության մասին ամենևին չեն բխում մեր իրական ազգային շահերից։ Այս դավաճան նեոբոլշևիկները պատմությունից ոչինչ չսովորելով հայ ազգի փրկության և ճակատագրի հույսը կրկին կապում են օտար ուժերի հետ, ինչը մշտապես եղել է մեր աղետների և անկման գլխավոր պատճառը։ Երկու կողմեր շարունակում են իրենց խեղաթյուրված ու պարտվողական մտածելակերպով և աղավաղված աշխարհայացքով նենգաբար մոլորեցնել ու խաբել մեր հայրենակիցներին։ Կրկեսային ու խայտառակ ընտրությունները մոտենում են և կրկին փորձում են համոզել, թե իբր հակառակ ճամբարներից են։ Սակայն գնալով ավելի պարզ է դառնում գիտակից հայերի համար, որ իրականում երկուսն էլ իրար դեմ իբր պայքարելով մեր պետությունն ու ամբողջ երկիրը տանում են անդառնալի կորուստների և վերջնական կործանման։ Մեզ հայ ազգայնականներից համար կա միայն մեկ տեսակի խաղաղություն, և դա մեր իսկ ուժով պահպանված ու երաշխավորված խաղաղությունն է։ Այն խաղաղությունը, որտեղ հայ ազգը կարող է ուժին պատասխանել ավելի մեծ ուժով, իսկ հարվածներին ավելի հուժկու հակահարվածներով։ Դրանից զատ բոլոր մյուս խաղաղությունները խաբկանք են, ուղղված հայ ազգին զինաթափելուն և ուժային գործոնից զրկելուն։ Միայն ուժային և զինված խաղաղությունն է, որ կարող է իրական խաղաղության դարաշրջան բացել մեր ազգի համար, ոսոխին ծնկի բերելով և հաղթանակը կրկին մերը դարձնելով։